Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի էլեկտրական ցանցի ընկերության ժամանակավոր կառավարիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանն է, բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար։ Ինձ հետաքրքրում է արդյոք Հայաստանի կառավարությունը պարզել է հեծի իրական արժեքը եւ երբանից եք պատրաստվում բանակցություններ սկսել Տաշիր Կապիտալ ընկերության հետ, արդեն 3 ամիս լիցենզիայից զրկված այդ ընկերությանը փոխհատուցում տալու հարցի վերաբերյալ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բանակցությունները որպես այդպեսին կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն էներգետիկայի մասին օրենքի լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց 3 ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված։ ՀՑԿՀ-ն, գիտեք, իր երրորդյա բավականին ծավալուն ընդգրկուն նիստի արդյունքում որոշում կայացրեց Հայաստան էլեկտրական ցանցերի ընկերությանը զրկել բաշխման լիցենզիայից, դա անցյալ տարվա նոյեմբերի 18-ն էր։ Որոշումը ուժի մեջ մտավ նոյեմբերի 21-ին եւ հեռացավ արդեն 3 ամիս։ Նոյեմբերի 21-ից 3 ամիս անց փետրվարի 21-ին այն վերջնաժամկետն էր, որ օրենքի համաձայն կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, գործարք տեղի ունենար եւ ընկերության 100% բաժնետոմսերը անցնային կառավարությանը։ Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով ժամկետների պահպանմամբ կառավարությունը տկեն նախարարությունը մասնավորապես իդեմս կառավարության պաշտոնական այդ առաջարկը արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Գնայք, իսկ արժեքը ինչքան է կառավարությունը փոխհատուցում։ Այս բան չեմ կարող հանրայնացնել այդ թիվը, քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, այդ կառուցվածքի հիմքում իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, որը այս բանին կոնֆիդենցիալ է դեռևս համարվում։ Արվել է առաջարկը արվել է, բայց գործարք տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ փետրվար 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն կառավարությունը որպես հանրային գերակաշահ պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը եւ փոխհատուցման վճարումից հետո պետականացվի 100%-ով։ Գործընթացը թվակողել է այդ փուլ։ Այս պահին արդեն բանակցություններ վարելու որևէ իրավական նորմ սահմանված չէ։ Ընկերությունը այժմ գտնվում է համալիր գնահատման փուլում որպես շուկայական արժեք եւ փոխհատուցման որոշակի մեխանիզմներով հանրային գերակաշահի ճանաչման ճանապարհով, որպեսզի արդեն պետականացվի։ Կարապետյանը միջազգային արբիտրաժից $500 միլիոն այսպես ասենք փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել։ Դավիթ Ղազինյանը պնդում էր հեծի արժեքը $1 միլիարդ է, մինչդեռ կա նաև 24-ի անկախ աուդիտորական եզրակացություն, սեփական կապիտալի $360 միլիոն չհաշված մի քանի 100 միլիոնի պարտավորությունները։ Ես հասկանում եմ, այսպես կոնկրետ թիվ չեք ասում, բայց կարող է $1 միլիարդ չափ հասնել օրինակ Հայաստանի կառավարության կողմից առաջարկը հեծին տրվելիք։ Ես չեմ կարող բնականաբար գնահատական տալ, թե կառավարությունը ինչ առաջարկ կանի, քանի որ ինքս էլ ելնելով նաև իմ լիազորությունների շրջանակից կոչված եմ պարզապես ժամանակավոր կառավարչի այդ իրավասությունների շրջանակներում երաշխավորելու ընկերության բնականon աշխատանքը կանխարգելելու որևէ տեսակի ճգնաժամ, այդ թվում կառավարման ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, որը կհանգեցնի նաև հանրային կարգի սպառնալիքներ կառաջացնի, ինչը նաև ինքնըստինքյան էներգետիկ համակարգը մեր կենսական այն ոլորտներից է, ես գրեթե կհավասարեցնի այն ազգային անվտանգության ուրեմն ոլորտին, քանի որ ինքնին առանց էներգետիկայի կյանքը 21-րդ դարում պատկերացնել հնարավոր չէ։ Առհասարակ տնտեսությունից մինչև աշխարհաքաղաքականություն եւ ահա այդ բոլոր ռիսկերը կառավարելու ընկերության բնականon այդ թվում նաև արդյունավետ գործունեություն երաշխավորելու համար օրենքը նոր ինստիտուտ է սահմանել, դա ժամանակ կառավարչի ինստիտուտն է։ Եվ այս մասով ես պիտի ներողություն, չեզոքություն դրսևորեմ խոշոր հաշվով սեփականատիրոջ եւ մեր պետության կառավարության միջև այդ բանակցությունների ընթացքում իմ խնդիրը ընկերության բնականon գործունեությունը երաշխավորելն է։ Շատ լավ, պետությունը կտա այնքան գումար, ինչքան ինքը կգնահատի, ճիշտ եմ հասկանում, նաև ենթադրում եմ վնասների եւ չարաշահումների հաշիվը հանելով դրանից։ Ես հստակ կարող եմ
երաշխավորել, որ նաև ելնելով շուրջ 3.5 տարվա իմ նախկին կարգավիճակից պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գործունեության շրջանում այն գիտելիքային բազան, այն փորձառությունը, որ ես եմ կուտակել, ես ձեզ կարող եմ այժմ երաշխավորել, որ ողջ գործընթացը սկսված տկեն նախարարի կողմից հաղորդման ներկայացումից ՀՑԿՀ նախագահին, ՀՑԿՀ նախագահի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը եւ որպես կանխարգելիչ միջոցառում ժամանակավոր կառավարչի նշանակումը, ապա 4 ամիս անց բաշխման լիցենզիայի կասեցումը, ապա եւս 3 ամիս անց այդ միջանկյալ ժամկետների պահպանումը եւ արդեն այսօր Սահմանադրության 60-րդ հոդվածով հանրային գերակա շահ ճանաչելու ողջ գործընթացները անցել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ գործող օրենսդրությանը խիստ համահունչ եւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք վավերացվել են, բոլոր այն ընթացակարգերը, որոնք մենք իրացրել ենք, բոլոր այն հաշվետվությունները, մոնիտորինգները, վերահսկողական, ստուգողական եւ տեսչական գործառույթները, որոնք իրականացվել են տվել ընկերության նկատմամբ, արվել են օրենքի տառին համապատասխան։ Եվ ձեր հայացքը ո՞րն է ընդհանրապես այդ ընկերության արժեքը բարձելու հարցում չարաշահումներ, վնասներ դրանք պետք է հանվեն, թե դատական որոշումներ են անհրաժեշտ դրանց հաստատված լինելը բարձելու, թե օրինակ ձեր ուսումնասիրությունները բավարար են արդեն իսկ չարաշահումների պատկեր հանելու եւ դրան իրավական տեսք տալու։ Տեսեք, մենք իրավական պետություն ենք եւ իրավական պետության նորմերին համապատասխան հարգելով բոլոր կողմերի անմեղության կանխավարկածը, ես պիտի ասեմ, զուտ փաստերը մատնանշեմ, այս պահին շուրջ 2.5 տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնված, ամենատարբեր հանցակազմի հատկանիշներ, առերևույթ հատկանիշներ պարունակող հանգամանքների բերումով, որոնց մեծ մասը ես եմ հաղորդումներ ներկայացրել գլխավոր դատախազություն։ Այդ վարույթների շուրջ 60%-ը այս պահին քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, մնացածը քննչական կոմիտեում եւ քննչական լուրջ գործողություն են տեղի ունենում ընկերության ներսում, ընկերության նկատմամբ եւ պիտի ասեմ, որ բոլոր այդ գործընթացներում կա եւ քրեիրավական գնահատականի ենթակա ֆինանսատնտեսական մեխանիզմների փաստեր եւ կան խոշոր գումարներ, առանձնապես խոշոր գումարների որոշակի միգրացիայի, այսպես ասած, առերևույթ փաստաթղթավորված փաստեր եւ նաեւ այնպիսի երևույթներ, որոնք որ ուղղակի առօրյայում առնչվել են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր միջին վիճակագրական բաժանորդի, ումից գանձել են գումարներ իր չսպառած էլեկտրաէներգիայի դիմաց կամ ում քիչ են վճարել իր արևային կայանով արտադրած եւ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դիմաց։ Այսինքն իմի բերելով ասվածը կարող եմ ասել, որ խոշոր հաշվով ընկերության գնահատումը դա ֆինանսատնտեսագիտական process է։ Մենք խոսում ենք քրեարևական process-ներից եւ մեկը մյուսի հետ ուղղակիորեն աղերս չունեն, բայց այն հանգամանքները, որոնք իդերև կելնեն նախաքննության արդյունքում, դրանք բնականաբար մեծապես կազդեն նաև ընկերության իրական արժեքի վրա, քանի որ իրական արժեքը ձևավորվում է սեփական կապիտալից, կապիտալիզացված այն բոլոր ակտիվներից, կանոնադրային կապիտալից եւ այլն, բայց բնավ չմտնելով այդ տնտեսագիտական, ֆինանսական այդ խորքերը, կարող եմ ասել, որ լուրջ մասնագետներ, փորձագիտական շրջանակներ են աշխատում գնագոյացման եւ գնահատման գործընթացի շուրջ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի պատկան մարմինները իրենց լիազորությունների շրջանակում ներգրաված են process-ում, այդ թվում ոլորտը համակարգող գերատեսչությունը, ՏԿ նախարարությունը, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը, ֆինանսների նախարարությունը եւ արդարության նախարարությունը, որպես նաև կառավարության իրավական խորհրդատվություն եւ քաղաքականություն մշակող ու իրականացնող նաև թիվ 1 գերատեսչությունը։ Գործընթացը գնում է օրենքի տառին համապատասխան եւ արդեն վերջնարդյունքում պատշաճ եւ մեր հանրությունը կիրազեկվի ստացված արդյունքներից եւ նաեւ ձեզ ցանկանայի մեկ վկայակոչում էլ անել տարեսկզբին կհիշեք նաեւ որ հաղորդակցություն տարածվեց կառավարության կողմից միջազգային արբիտրաժում այդ շրջափուլի համար բավականին արդյունավետ արդյունքներ արձանագրելու շուրջ խոսքը նրա մասին էր որ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու եւ հայցի պահանջներ ապահովելու մի շարք ուրեմն հայցեր մերժվել էին դատանի կողմից, դրանք ոչ իրավաչափ ճանաչվելու։ Դա եւս վկայում է այն մասին, որ պետությունը եւ կառավարությունը մասնավորապես գնում է ճիշտ ճանապարհով։
Պարոն Պետրոսյան, ես հետևում եմ այն հաղորդագրություններին, որ դուք եք հրապարակում, ներդրում այն անհամապատասխանություններ 20-ից 30 միլիարդ դրամի չափով հաշվետվություններում առկա են կատարված ծրագրեր գրվել են, բայց դրանք թերի են արվել, ստուգումներ ցույց են տրվել, սարքավորումների հին չեն փոխվել եւ այլն, կասկածի տակ եք դրել կորուստների իրական ծավալը սպառողների վրա բեռ դնելու, այսպես տեսքով մի քանի բան ասացիք, կխնդրեմ մի քիչ պատկեր տաք, հա, որովհետեւ դուք լինելով կառավարող ուժի ներկայացուցիչ եւ վարչապետի մեկնաբանություններով է նաեւ այս process-ը ընթացել, ինչպես եք փառատում այն կասկածները, որ սա հեծի շուրջ իրապես տնտեսական նշանակություն ունեցող գործընթաց է եւ ոչ թե քաղաքական պատժիչ գործողություն ուղղված ՔՊ-ին եւ իշխանությանը փոքրիկ խմբակ անվանած Սամվել Կարապետյանին պատժելու նպատակով, նրա քաղաքական գործունեությունը ճնշելու նպատակով նա ձեռքից վերցնում եք ռազմավարական օբյեկտ, այսինքն սա ուղղակի վրեժ է։ Դուք կարող եք հակառակի մասին ապացույցներ ներկայացնել։ Ես կխոսեմ միայն փաստերով, ինչպես որ նաև իմ անձնական պաշտոնական էջերն միշտ հանրայնացնում նաև գործունեության արդյունքում իդերի ելած փաստերն ու փաստաթղթերը, բայց դրանք դեռ մի մասն են։ Այն ինչ ես հանրայնացնում եմ, դա այսբերգի երևացող մասն է։ Դեռ այսբերգի ամբողջ խորքային մասը չկա, որոնք որ դեռ նախաքննության առարկա են, որոշակի նաև ընկերության լավագույն շահից ելնելով կոմերցիոն գաղտնիք են հանդիսանում, անձնական տվյալներ են հանդիսանում, դրանց մասին դեռ բնականաբար մենք չենք խոսում։ Հիմա ըստ էության ինչ է տեղի ունեցել մեր երկրում։ Դեռևս 24 թվականի սեպտեմբերի 20-ին ազգային ժողովում գլխադասային հանձնաժողովը լսումներ դրեց եւ նաեւ հրավիրեց թե ՀՑԿՀ ներկայացուցիչներին նախագահի գլխավորությամբ, թե այն ժամանակվա հեցի կառավարիչներին ու սեփականատերի ներկայացուցիչներին քննարկելու էներգետիկ ոլորտում մասնավորապես բախշիչ ցանցերում արկա այն խորքային խնդիրները, որոնք որ տնտեսությանը մեծապես վնասում էին իր զարգացման, այսպես ասած, այդ շրջանի ուրեմն պահանջների չկատարման, նաև տնտեսական աճի տեմպին խոչընդոտելու, որոշ տարածաշրջանում առհասարակ ենթակառուցվածքների վատթար ու իսպառ բացակայության հետևանքով տնտեսական գրավչությունը կորցնելու այդ հանգամանքների բերումով։ Եվ դեռևս 24 թվականի աշնանը սկսեցին կոնսուլտացիաներ կառավարության եւ հեծի սեփականատերերի ու գործող կառավարիչների միջև իրավիճակը շտկելու ակնկալիքով։ Այդ լսումների արդյունքում ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ իրենց պաշտոնին հրաժեշտ տվեցին այդ շրջանում դեռևս ամիսներ առաջ երկրորդ շրջան վերընտրված ՀՑԿՀ նախագահը, ինչը արդեն խոսում փաստ է, որ կոնկրետ տվյալ մարմինը այդ շրջանում պատշաճ չէ իրականացրել հանրային ծառայությունների կարգավորման սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Իմ մոտ միշտ հարց է առաջանում, եթե կատարվել են չարաշավներ միլիարդավոր դրամների, ՀՑԿ-ն ընդունել էր այդ հաշվետվությունները, չէ՞, սա չի շարունակում, որ հեծից բացի պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև օրինակ այն պաշտոնյաները պետական, որոնք այդ հաշվետվությունները ընդունել են եւ տակը ստորագրել։ Ես այդ հարցի պաշտոնանկությունը մի տեսակ հասցեատերը չեմ, բայց նաև խոշոր հաշվով այն ինչ ես տեսնում եմ հեծում, այդ շրջանի համար նաև չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ։ Իր նաև պաշտոնից ազատվեց այդ շրջանում ՏԿ-ն նախարարի էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Դա լավագույն ցուցիչն էր, որ ոլորտում խորքային խնդիրներ կա։ Այդ ժամանակ որևէ մեկը ոչ մի քաղաքական ձևակերպներ չտվեց, որևէ մեկի մտքով չանցավ, որ որևէ շրջանակներ քաղաքական հայտ ունեն ներկայացնելու կամ իրենց ձևերով ինչ որ պլաններ ունեն քաղաքական դաշտում իրականացնելու։ Դա, այսպես ասած, խորապես էներգետիկ, տնտեսական, կառավարչական ճգնաժամի շրջանակներում էր տեղի ունենում գործընթացը։ Եվ ահա այդ շրջանում արդեն նոյեմբեր ամսին 24 թվականի, երբ իմ գործընկեր Դավիթ Խուդեցյանը նշանակվեց ՏԿ-ն նախարար, ես տեղեկացված եմ, որ վարչապետը հստակ խնդիր է դրել նորանշանակ նախարարի առջև կարգավորելու էներգետիկայի ոլորտում արկա ճգնաժամերը եւ մասնավորապես հեծի հետ կապված բազմաշերտ խնդիրները գույքագրելու, վերհանելու եւ դրանց լուծումները հասցեագրելու եւ իրենց իսկ լիազորության շրջանակներում լուծումներ գտնելու սերտ համագործակցելով թե սեփականատերի, թե բաժնետերի ընդհանուր ժողովի կողմից նշանակված տնօրենի խորհրդի
եւ գործադիր կառավարիչների միջև։ Այդ շրջանում նաեւ հավանաբար քաջատեղյակ եք դեկտեմբերի վերջերին նաեւ հեծում սեփականատերի որոշման փոխվեց տնօրենի խորհրդի նախագահը եւ տնօրենի խորհրդի ժամանակին նախագահի տեղակալը այդ շրջանում նշանակվեց տնօրենի խորհրդի նախագահ։ Մեր ձևով շարժման այսօրվա համակարգող Նարեկ Կարապետյանը։ Եվ ահա ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ անձամբ Նարեկ Կարապետյանի եւ մեր ՏԿ նախարար Դավիթ Խուդասյանի միջև հանդիպումներ են տեղի ունեցել շտկելու վիճակը հեծում։ Եվ Նարեկ Կարապետյանը յուրաքանչյուր անգամ երաշխավորել է նորանշանակ, ապա նաեւ լիազորությունների մեջ գտնվող արդեն նախարարին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, իրենք լուծումներ կգտնեն, լուծումներ կառաջադրեն, նույնիսկ ճանապարհային քարտեզներ են մշակվել, այդ թվում նաեւ հեծի ներսում բարձր պաշտոնյաների, բարձր կառավարիչների փոփոխություններ, ազատումներ եւ ռոտացիաները տեղի ունեցել։ Մասնաճյուղի տնօրեններ են փոխվել, ծառայության ղեկավարներ են փոխվել։ Այդ ամեն ինչը խոսում է այն մասին, որ սեփականատերը արդեն իսկ դեռևս տարուկես եւ ամիսներ առաջ, վերջին հունիսյան եւ հուլիսյան 25 թվականի զարգացումից առաջ, արդեն իսկ իրենք ընդունել են, որ հեծում խորքային խնդիր կա։ Եվ մեղմ ասած ազնիվ չէ հեծի շուրջ կատարվող իրադարձությունները քաղաքականացնել եւ վերագրել իրենց քաղաքական հայտի եւ դրան հաջորդած գործընթացներով պայմանավորել։ Բնավ ոչ, ես ձեզ ավելին ասեմ, մինչեւ մայիս ամիսը կառավարությունը համբերատարորեն ՏԿ նախարարի միջոցով բանակցել աշխատանքային քննարկումներ, խորհրդատվությունները իրականացրել հեծի բարձր ղեկավարության եւ սեփականատերի հետ շտկելու իրավիճակը եւ ինչպես վարչապետը նաեւ բազմից այդ մասին ասել է, մարզային այցերի ժամանակ շատ դեպքերում մեր քաղաքացիները փոխանակ ողջունելու եւ նաեւ արժեվորելու կառավարության սուբվենցիոն ծրագրերով, հրատապ ծրագրերով, տարածքային զարգացման հիմնադրամի, քաղաքաշինության կոմիտեի խողովակներով իրականացված այն հարյուրավոր ու հազարավոր ծրագրերը, դպրոցներ, նախակրթարաններ, մանկապարտեզներ, նորակառույց, ճանապարհներ, ենթակառուցվածքներ բարձրաձայնում են թիվ 1 խնդիրը տարածքներում, էլեկտրաէներգիայի խափանումների, հաճախակի անջատումների, հզորության պակասի, լարման տատանումների վերաբերյալ եւ դա չէր կարող կառավարության ղեկավարի եւ մեր առհասարակ ղեկավարության, բարձր ղեկավարության ուշադրությունը չգրավել եւ ահա արդեն մայիսի վերջերին անցյալ տարվա վարչապետը հստակ իմպերատիվ հանձնական է տալիս ՏԿ նախարարին իմպերատիվ միջամտությամբ շտկելու իրավիճակը, քանի որ գրեթե 8 ամիս տևած գործընթացները, կոնսուլտացիաները եւ համատեղ քննարկումները շուրջ 1 տասնյակի հասնող արդյունք չեն տալիս։ Եվ այդ շրջանում արդեն տնկեր նախարարը գույքագրելով արկա խնդիրները գլոբալիզմ մինչև մասնավոր մի քանի օրինակներ հաղորդում է ներկայացնում 26 էջից բաղկացած ՀՑԿՀ նախագահին շեշտադրելով բոլոր այն խնդիրները, որոնք որ արկա են էներգետիկայի ոլորտում եւ մասնավորապես բաշխման ցանցերի տիրույթում։ Թե հեծի մասին հիշեցիք, երբ որ Սամվել Կարապետյան պաշտպանեց եկեղեցու եւ քաղաքական հայտներկայացրեց։ Դե դուք արդեն հետևություններ եք, արդեն ես շուրջ 5 րոպե պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել այդ հայտարարությունից առաջ։ Իսկ միգուցե հակառակն էր, պարոն Կարապետյանը հայտարարությունից երբ տեսավ, որ հեծի շուրջ ուղղակի սեղմում եւ վաղ թե ուշ ազգային հարստություն հանդիսացող բնական մենաշնորհային դիրքով օժտված հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում գտնվող ռազմավարական թիվ 1 ընկերությունը անխուսափելիորեն պիտի պետականացվեր, գուցե դրանով էր պայմանավորված այդ հայտարարությունը։ Դա թող դատի պատմությունը։ Եվ ահա ՏԿ նախարարի հաղորդումից հետո ՀՑԿՀ նախագահը իր լիազորությունների շրջանակներում, ինչ սահմանված է նաև էներգետիկայի մասն օրենքով, վարչական վարույթ է նախաձեռնում հեծի նկատմամբ եւ իրականացնում է կանխարգելիչ միջոցառում։ Կանխարգելիչ միջոցառումները օրենքով 5-ն են, այդ թվում նաև գործադիր ղեկավարի բարձր փոփոխություն ինչ-որ միջամտական գործառույթներ, բայց ընտրում է ամենա, այսպես ասած, ծանրակշիռը ՀՑԿ նախագահ եւ նշանակում է ժամանակավոր կառավարիչ պետության կողմից, ում վերապահվում է արդեն օրենքով ողջ գործադիր կառավարման լիազորությունները, այդ թվում նաև կանոնադրային մյուս կառավարման երկու մարմինները, բաժնետերի ժողովը եւ տնօրենի խորհուրդը պարտավոր են գործող օրենսդրության համապատասխան իրենց որոշումները համաձայնեցնելու ժամանակավոր կառավարչի հետ։ Ժամանակավոր կառավարչի, ուրեմն, նշանակման որոշումը նույն հենց վարչական վարույթ հարուցելու թիվ 1A որոշումն է, ուրեմն ընդունվում է հուլիսի 18-ին 25 թվականի եւ հուլիսի 18-ին այդ որոշման համաձայն իմ փաստաթղթերը փոխանցում ենք պետական ռեգիստրի գործակալություն եւ միայն երկուշաբթի օրը հուլիսի 21-ին, երբ պետ ռեգիստրի գործակալությունը արդեն նաեւ գրանցում է գործադիր մարմնի ղեկավարի իմ լիազորությունները, ես ժամանում եմ իմ
թիմի հետ ստանձնելու իմ լիազորություններն ու պարտավորությունները։ Գնահեք, դուք այս ընթացքում խոսել եք ենթադրյալ կամ հաստատված չարաշահումների մասին, Սամվել Կարապետյանը կամ Նարեկ Կարապետյանը ներգրավված եղել են թեկուզ որոշումների կայացման մակարդակում այդ գործերում, ասեցիք 20-ից ավել քրեական գործեր կա, այսինքն նրանց մասնակցությունը ինչ որ կերպ երևում է, թե դրանք կառավարիչներ են կամ միջին բարձր օղակի պաշտոնյաներ, որոնք նշանակված են եղել, որոնք կարող են կատարել ոչ իրավական արարքներ, բայց դրա մասին օրինակ Կարապետյանները չիմանան։ Չեմ կարող ասել կոնկրետ նշված անձինք որքանով են ներգրաված եղել կամ քաջատեղյակ եղել, բայց շատ դեպքեր ունենք, երբ ստորին ու միջին օղակի պաշտոնյաների ձեռամբ այդ մասշտաբի մեքենայություններ ու առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող գործողություններ իրականացվել։ Շատ դեպքեր ունենք, երբ խոսքը միլիոնավոր, 100 միլիոնավոր եւ միլիարդավոր դրամների մեքենայությունների մասին է, որտեղ որ ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ իր կապիտալով մտահոգ եւ ուղղաձիգ կառավարում իրականացնող սեփականատերերն ու կառավարման այլ մարմիններ, այդ թվում տնօրենի խորհուրդը եւ սեփականատիրոջ նաեւ մեր զոր ազգական համարվող հանդիսացող նաեւ տնօրենի խորհրդի նախագահը այդ գործառնություններին այսպես թե այնպես որևէ առնչություն ունեցած չլինեն, բայց դա նախաքննության խնդիր է, ես որը մեկի անմեղության կանխավարկածը բնավ չեմ կարող խախտել, բայց նաև պիտի ասեմ, որ ժողովրդական առածն ինչ ասում է ձու գողացողը ձեր կգողանա, հիմա ես նաև նման մի եզր եմ միշտ օգտագործում մեր գործակարգավարականներին, մեր քննարկումներին, ասում եմ ինձ համար կարևոր չէ ձու են գողացել թե ձի են գողացել, երկուսն գողություն է, մի մասը գողացել է սեփականատիրոջից, սեփականատիրոջից գողանալը ածանցվում է արդեն պետությունից, հարկերի տեսքով, թաքցված եկամուտների շրջանառության, մի մասը գողացել է հենց ընկերությունից, մի մասն ընկերությունից գողանալով գողացել է սեփականատիրոջից։ Սեփականատերերն էլ իրենք առնվազն չվերահսկելով, հստակ մեխանիզմներ չներդրելով, այդ թվում նաև դարձյալ կրկնեմ, բնական մենաշնորհով օժտված ռազմավարական էներգետիկ ընկերությունը բնավ սովորական շարքային հերթական բիզնես չէ, որ իրեն վերապահենք, ռիսկերն իրենն են, տնտեսական եւ ֆինանսական կորուստներ ու վնասներ ինքն է կրում։ Ոչ, այստեղ գործ ունենք պետական կառավարման համակարգի կարգավորման ներքո գտնվող ոլորտի հետ։ Գնահեք, պարոն Պետրոսյան, դուք այս որակումը թող սխալ չընկալվի, բայց դուք հետմահու եք մտել հեծ, հա, այն ինչ որ արդեն իսկ կատարված էր եւ դրա արդյունքը քաղաքացին տեսնում էր, երբ որ տանը նստած հեռուստացույցներ փչանում եւ այլ ապրանքներ այդ հոսանքի տատանումներից։ Միգուցե այս փորձից դատելով եւ դուք մտել եք արդեն պետական վերահսկողության ծառայության պետի աչքով ստուգումներ իրականացնողի, այսպես նախատրամադրվածությամբ, հա, միգուցե ռազմավարական բնույթի օբյեկտներում, բնական մենաշնորհ ունեցող ընկերություններում նախապես պետք է օրենքի մակարդակում ՊՎԾ-ին տրվի հնարավորություն հնդհացս այդ ստուգումները իրականացնել, ոչ թե բանը բանից անցնի, մենք այլ բնական մենաշնորհներ էլ ունենք ռազմավարական բնույթի օբյեկտներ, դրանից հետո նոր մտնել եւ հասկանալ ինչ է հնարավոր անել։ Կա այդպիսի միտք կամ միգուցե առաջիկայում պետք է նման օրենսդրական կարգավորումներ առաջ բերել։ Տեսեք, հարցադրման առաջին մասով ասեմ, որ մենք հետմահու չենք մտել, որովհետև թե հետմահու մտածել ենք, մեր երկիրը խրվածքային էներգետիկ ճգնաժամի մեջ հողարային անջատումից միջև երկարատևական հոսանքազրկումը եւ մենք հետմահու չենք մտել, բայց մահամերձ վիճակում ենք մտել եւ ռեաբիլիտացիոն, այսպես ասած, վերականգնողական, հրատապ փրկարարական նաեւ այսպես գործչակերտներով, գործառույթներ ենք իրականացնում։ Հարցի մյուս մասով ես մասնակի համաձայն եմ ձեր այն ձևակերպման, որ ռազմավարական ընկերությունը պետությունը ավելի իմպերատիվ ուժեղ վերահսկողական գործիքակազմեր պիտի ունենա եւ ահա նաեւ այդ նորմը կյանքի կոչելու համար է, որ մենք պետությունը եւ մեր կառավարությունը մտադրություն ունի եւ այդ խնդիրը դրեց իր առջեւ ազգային հարստություն համարվող եւ դեռևս 2002 թվականին մասնավորեցված այդ թվում նաեւ ինչ հարցեր նաեւ այդ փուլի համար են ցակել մեզ մոտ մասնավորեցված ընկերությունը այսօր ուրախությամբ պիտի արձանագրենք, որ մեր պետությունը եւ պետականությունը առհասարակ այնքան դիմակայունություն ունի, որ գնում է իր կորցրածի հետևից եւ դա աննախադեպ է նորանկախ պատմության մեջ, որ ռազմավարական ահռելի ընկերությունը, այդ թվում նաեւ չգիտեմ դուք տեղյակ թե չէ, հենց նաեւ իր աշխատակիցների քանակով թիվ 1 գործատուն է մեր հանրապետությունում, այդ թվում նաեւ առաջի 20-յակի խոշոր հարկվճարողների ցանկում է 19-ից արդեն բարձրացել է 17 նաև վերջին ամիսների մեր գործունեության արդյունքում 17-րդ խոշոր հարկատուն է մեր երկրում եւ ահա այդ ռազմավարական ընկերությունը պետականացման
որոշումը այդ ընկերության հենց դրանից է բխում, որ պետությունը կարողանա ռազմավարական կարևորության տվյալ ձեռնարկություններում կազմակերպություններում ուղիղ իմպերատիվ վերահսկողություն իրականացնել։ Այն դեպքում ներողություն, երբ հեծը կդառնա 100% պետական սեփականության փակ բաժնետերական ընկերություն, պետական վերահսկողական ծառայությունն արդեն գործող լիազորությունների շրջանակում կարող է լիարժեքորեն վերահսկողություն իրականացնել, որը բխում է վարչապետի վերահսկողական լիազորություններից եւ վարչապետի վերահսկողական լիազորությունները ինքնին իրականացնում է պետական վերահսկողական ծառայությունը։ Դա հեծում, բայց ավելի լայն, քանի որ հեծը օրինակ մինչ օրս սեփական, մասնավոր սեփականության նաև իրավակարգավորման ներքո է իրավունքները, չեմ ասում խլել։ Չէ, դա համանդրական սեփականության երաշխիքների որոշակի, այսպես ասած, խեղում կլինի, ինչին բնականաբար ես ինքս էլ կողմ չեմ, քանի որ մենք իրավական պետություն ենք եւ յուրաքանչյուր պետական ինստիտուտ պիտի գործի բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Վերադառնալով հեծին, ասեմ, որ նաև այդ հարուցված նախաձեռնված 2.5 տասնյակից ավելի քրեական վարույթներում նույնիսկ ունենք այնպիսի ուրեմն էպիզոդներ, փաստեր արդեն փաստացած, որոնք վերաբերում են նաև մեր միջազգային պարտավորությունների, տվյալ ընկերության միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների ստանձնած վարկային պարտավորությունների դրանց արժև նաև իր պարտավորությունների կոպիտ խախտումներին, այդ թվում նաև ազգային օրենսդրության եւ ազգային օրենսդրությունից վեր միջազգային մի շարք փաստաթղթերի կոպիտ խախտումներին, այսինքն մասշտաբները այդ աշճանի են եւ այդ մասշտաբներին սեփականատերերն ու նրանց ներկայացուցիչ կառավարման մյուս մարմինների ուրեմն ղեկավարները չեմ կարծում, որ տեղյակ չլինեին։ Մենք նաև աշխատանքներ ենք տանում այդ միջազգային պարտավորությունների թոթափման ուղղությամբ, որպես նաև դրանով նաև վերականգնենք հեծի վստահությունը տվյալ կառույցների հանդեպ, ովքեր որ ոչ միայն աշխատում են մասնավոր սեգմենտի կամ ռազմավարական ընկերությունների հետ, նաև աշխատում են մեր պետական մարմինների եւ ընդհանուր միջև նախարարությունների հետ։ Գնայք, իսկ քաղաքացին ձեր բացահայտումների արդյունքը իր գրպանին զգալու է, թեկուզ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման տեսքով այդպիսի հավանականություն տեսնում եք, եթե ծախսերը օպտիմիզացվում են եւ նվազեցվում են եւ եթե դուք պնդում եք, որ չարաշահումների այդ կծիկը կանգ է առել, դադարեցված է, նշանակում է պիտի որ այդ ուռճացումը արտացոլված լիներ սակագնի մեջ եւ հետ process լինելու է, թե չէ։ Տեսեք, երբ ես նոր եմ նշանակվել, կամ երբ կարող է դա լինել, չգիտեմ։ Երբ ես նոր եմ նշանակվել այս կարգավիճակում, հենց իմ առաջին ճեպազրույցին, հենց հեծի վարչական շենքի առջև 25 թվականի հուլիսի 21-ին ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ ինձ հարցեր են ուղղում, որ դուք կարող եք երաշխավորել, որ սակագինը չի բարձրանա, դուք կարող եք երաշխավորել, որ սակագինը չի բարձրանա, առնվազն 15-30 խումբը երաշխավորում էր, որ 10 տարի չի բարձրանա։ Եվ ես բնականաբար չէի կարող ամպագորգոր նաև քաղաքական կոնյունկտուրայից բխող հայտարարություններ անել, որոնց հիմքերը դեռևս ինձ համար ակնհայտ չէին, բայց ես ապացուցեցի, որ ոչ միայն երաշխավորեցինք, մենք նաև այդ կուրսը իրականացրեցինք, որ ոչ միայն սակագինը չբարձրացավ, այլ նաև ձեզ ավելին ասեմ, մենք նույնիսկ սակագինը նվազեցնելու որոշակի մեխանիզմներ առաջարկեցինք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, այս մասին ես առաջ անգամ խոսում հանրայնորեն, եւ բնականաբար սակագինը սահմանում է ՀՑԿՀ-ն, բայց հեծից, այդ թվում հեծը մեր էներգատեխնիկական ամբողջ էներգահամակարգի մի զգալի մեծ ազդեցիկ, բայց մի մասն է։ Մեր էներգահամակարգը շատ ավելի լայն ենթակառուցվածքների մասն է խոսքը, այդ թվում նաև պետական սեփականության ատոմակայան, ջեկեր, մի շարք մասնավոր հեկեր, կամ արևային ինդուստրիա, արևային էներգետիկայի ինդուստրիա։ Եվ ահա ամիսներ անց մեզ արդեն պատկերը արդեն խորապես տիրապետում էինք, մենք սակագնի նվազեցման որոշակի առաջարկ ներկայացրեցինք ՀՑԿՀ-ին, հաշվարկային եւ փաստաթղթավորված այս պատշաճ հաշվարկներ, բայց քանի որ տեղյակ եք վստահաբար, որ մեր ատոմական այս տարի պլանային հերթական ուրեմն վերանորոգման, վերազինման, լիցքավորման այդ 4-5 ամսյա դադար պիտի ունենա, նախորդը տեղի ունեցել 2016-ին եւ 10 տարին մեկ է տեղի ունենա։ Եվ ահա հերթական այս տարի ապրիլ-մայիս ամիսներին պետք է տեղի ունենա եւ հերթական պլանային
կանգ պիտի ունենա ատոմական, մենք 4-5 ամիս էներգահամակարգ ինքնին եւ մասնավորապես բաշխիչ ցանցը բավականին ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա գնելու այդ աղբյուրից տևական ժամանակ զրկվելու է եւ մենք ստիպված ենք լինելու ավելի թանկ սակգներով էներգիա գնելու, որպեսզի գործող սակագնով վաճառենք մեր քաղաքացիներին։ Եվ ահա միայն պատճառը դա էր, նաեւ կարող եք սա վերագրել որպես քաղաքական հայտարարություն, միայն պատճառը դա էր, որ սակագնի նվազում տեղի չունեցավ։ Եթե ատոմականի պլանային կանգի եւ վերազինման 10-ամյա շրջափուլի այս տարվա այսպես զուգատիպություն չունայինք, ապա ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիների համար նաև սակագինը կնվազեր։ Այսինքն աշնանը հնարավորություն կա, եթե ես չեմ կարող կանխատեսումներ անել, բայց ուրիշ բան ասեմ։ Չէ, տարվա պլանով է սակագինը որոշում առհասարակ։ Դա ՀՑԿ-ին դիմեք այդ հարցադրումները, ես լիազորով չեմ ասում։ Քան որ դուք այսպես աղբյուրագիտական տվյալներ եք տվել, բայց ես իմ լիազորությունների մեջ պիտի հայտարարություն անեմ, բայց ես մի շատ ավելի լավ լուր ասեմ ձեզ։ Մենք սակագինը չենք նվազեցրել, բայց մենք նույն գործող սակագնի մեջ ահռելի ուրեմն մաս իրենից ենթադրող նոր բաժանորդ դառնալու էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու այդ վճարների 30-ից 40% նվազեցում ենք պլանավորում։ Դա ինքնին արդեն սակագնի նվազեցման որոշակի տարր իր մեջ նոր բաժանորդների համար։ Այո, եւ մենք այդ մասին դեռևս նախորդ տարեվերջին ենք հայտարարել հանրայնորեն, որ ապրիլի վերջերին արդեն նոր բաժանորդների այդ վճարումները 30-ից 40%-ով են նվազելու, իսկ մատակարարող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման գործակից գոյություն ունի եւ այդ գործակիցների ուրեմն վճարումները նվազեցնելու ենք 50%-ով։ Բոլոր այդ հաշվարկները, հիմնավորումները եւ պատշաճ փաստաթղթավորում արդեն պաշտոնապես ես հասցեագրել եմ ՀՑԿ նախագահին եւ ՀՑԿ-ն արդեն լիազորության շրջանակներում պետք է վերհանի այդ փաստերը, հետներս նաեւ այս պայն տարբեր ստորաբաժանումների մասնագետների տնօրինությունների տարբեր ղեկավար կազմերի հետ կոնսուլտացիաներ իրականացնում ՀՑԿ-ն, որի արդյունքում արդեն լիահույս եմ, որ մեր առաջարկը կընդունվի ՀՑԿ կողմից եւ նոր բաժանորդ դառնալու վճարները շեշտակիորեն էականորեն կնվազեն, ինչը տեղի էր ունեցել բարձրացումը դեռևս 23 թվականի մարտի 1-ից, երբ որոշ միացման տեսակներ կան, որոնք մինչև իսկ 10 անգամ թանկացել են։ Եվ այդ ժամանակվա կառավարիչները, այդ թվում ՀՑԿ նախագահը ամեն կերպ մեր հանրությանն ու կառավարությանը բացատրում էր եւ ներկայացնում էր հիմնավորում, որ դա անխուսափելի է, որպեսզի մեր բաժանորդների վարայից բեռը վերցնենք, որպեսզի սակագնի նաեւ որքանով որ ես եմ հիշում, թանկացում տեղի չունենա, պիտի բաժանորդ դառնալու վճարումները տեղի ունենան։ Իսկ դա ինքնին բերում էր անշարժ շուկայում մեր քաղաքացիների համար գների թանկացմանը, որտեղ կառուցապատողը բնականաբար 10 անգամ ավելի պիտի վճարի իր բաժանորդին, իր գնորդին բնակ մակերեսի էլեկտրաէներգիայի ուրեմն բաժանորդ դառնալու դիմաց եւ 10 անգամ ավելի վճարելու դեպքում բնականաբար դա պիտի ազդեր նաեւ այդ բնականի արժեքների վրա։ Իսկ փոխհատուցումները հաճախ կարելի է լսել, որ մարդիկ էլեկտրաէներգիայի տատանումների հետևանքներով վնասներ են կրում։ Ես անկեղծ ասեմ, ես ցավում եմ դրա համար, ես չեմ նախկինում ես չգիտեմ, արդյոք փոխհատուցման մեխանիզմ եղել է, քաղաքացին հեծ դիմել է եւ նրան փոխհատուցել են, թե չէ։ Հիմա ինչ որ պարոն Պետրոսյանը, երբ որ մարդիկ դիմեն կամ դիմում են, իհարկե ապացուցելի դեպքեր դրանք պետք է լինեն, ոչ թե իմ հեռախոսը փչանա, ես հեծի միջոցով հետ ստանամ, հա։ Ապացուցելի դեպքեր պետք է լինեն, ապացուցելի է, երբ որ դա մասշտաբային բնույթ է կրել։ Օրինակ թաղամասի բնակիչներ են դիմում, հասկանալի է, որ մեկ դա չի կարող կազմակերպված այսպես խաբեություն լինել, էլի մեծ հավանականությամբ։ Նման մեխանիզմ կա, գործում է, արդյոք մարդիկ նման դեպքերում կարող են տարածքային բաժիններ դիմել։ Անշուշտ գործում է, տեսեք, ես որպես պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ, ես պետք է ինչի մասին նաև բազմաթիվ անգամ ասել եմ եւ եթերներում եւ մեր քննարկումներին, աշխատանքային հանդիպումներին, պետք է լավագույնս, այսպես ասած, համադրեմ հեծում, որպես ռազմավարական ընկերություն, պետական շահը, հանրային շահը, իհարկե նաև ընկերության որպես տնտեսվարող սուբյեկտ, կոմերցիոն լավագույն շահը եւ ընկերության լավագույն շահը համադրելով, հարգելով եւ պաշտպանելով, բնականաբար ինքնին ես ներկայացնում եմ նաեւ սեփականատերի օրինական շահերը։ Բացառապես օրինական շահերը։ Չեք կարող այսպես բարեգործությամբ զբաղվել։ Այո, բայց մյուս կողմից է ցանկացած այո, բայց մյուս կողմից է ցանկացած քաղաքացու մտահոգություն եւ վերհանված խնդիր մեզ համար կարևոր է եւ մեր ուշադրության առանցքում է։ Հիմա ձեր ասածի վերաբերյալ ասեմ, որ ՀԵՑ-ը ունի արտապատվիրակված այդպես ծառայություն պայմանագրային հիմքով մի այլ ընկերությունների հետ,
ովքեր որ լիցենզավորված փորձագիտական գնահատում են իրականացնում այրված տեխնիկայի, լարման տատանումների հետևանքով վնասված այդ տեխնիկական գույքերի հետ ու համապատասխանաբար ընթացակարգերի ուրեմն համաձայն կամ փոխհատուցվում են կամ ֆինանսական տեսքով կամ պարզապես վերանորոգվում են հեծի հաշվին։ Եվ դա բնականաբար մեր քաղաքացիները, մեր բաժանորդները նաև իրավունքն է։ Ես որպես պետական գործիչ նաև այդտեղ որոշ չափով նույնիսկ քաղաքացիակենտրոն եմ այդ գործողությունների արդյունքում։ Եվ ձեզ մի փաստ վկայակոչեմ, իմ նշանակումից առաջ, օրինակ նախորդ ամսին, հունիս ամսին, անջատումների քանակը, տևողությունը առհասարակ բոլոր այն վիճակագրությունը, որոնք ժամանակին նաև նախորդ կառավարության կողմից ՀՑԿ-հեր զեկուցվել օրենքով սահմանված կարգով այդ հաշվետվությունները պարբերաբար ներկայացում են ոլորտը կարգավորող մարմնին։ Մենք մի շարք փաստեր հայտնաբերեցինք, որ դրանք բոլորը աղճատվել են եւ խեղաթյուրված են ներկայացվել։ Այդ թվում նաև անջատումների տևողությունը, անջատումների քանակը, նաև աշխարհագրական տեղաբաշխումը։ Դա խոսում էր ցանցում արկային վատ վիճակի մասին, ինչը որ բնականաբար օրվա սեփականատերի շահերից չէր բխի եւ ահա ՀՑԿ-ի որոշմամբ եւ 6 հիմնավոր պատճառներով հեծը զրկվեց լիցենզիայից, այդ 6 հիմնավոր պատճառից մեկը հենց ներկայացվող հաշվետվությունների ոչ արժանահավատ լինելու եւ խեղաթյուրված լինելու փաստերն էին եւ վարույթի շրջանակներում նաեւ ՀՑԿ-ն հատուկ այդ նպատակով մոնիտորինգ իրականացրեց մի շարք խոշոր մասնաճյուղերում Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր ընդգրկող երկու խոշոր մասնաճյուղերում եւ գլխամասում հեծի եւ մինչեւ 15-18% շեղումներ նկատվեցին իրական հոսանքազրկումների ժամանակին, դրանց ռեգիստրների, որոնք պիտի գրանց համաձայնում անպայման գրանցվեն եւ ներկայացված ՀՑԿ հաշվետվությունների միջեւ եւ դա դարձավ 6 հիմնավոր պատճառներից մեկը հեծազրկելու լիցենզիայից եւ ահա ժամանակին նույնիսկ աղճատված հաշվետվությունների հիման վրա տրամադրված փոխհատուցումները մեր քաղաքացիներին երրապատիկ ավելի պակաս էին, քան իմ նշանակումից անմիջապես հետո հուլիս-օգոստոս ամսվա համար տրամադրված այդ փոխհատուցումները։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների մասին է։ Իսկ դա պոպուլիստական քայլ չի եղել ձեր կողմից, այսպես քաղաքացիներին բավարարելու, որ տեսեք նախորդները չեն փոխհատուցում ենք։ Ես խոսում եմ միայն փաստերի ու փաստակների լեզվով, հարգելի Ռոբերտ, եւ դա ես փաստաթղթերով ամրագրված ցանկացած դրամ լումա, որը ծախսում է հեծից, ես լավագույնս գիտակցում եմ, որ դա նախ եւ առաջ տվյալ իրավաբանական ռեզիդենտ սուբյեկտի միջոցներն են եւ դա ես տնօրինուց առաջ նախ որպես պետական հանրային գործիչ, ապա նաև օրենքով եւ սահմանադրությամբ լիազորություններ ստանձնած, բայց նաև այդ օրենքներով նաև իմ լիազորությունը սահմանափակված անց ես 3 անգամ մտածում եմ նոր եմ ստորագրում ցանկացած վճարման հանձնագրի տակ։ Որովհետեւ պատասխան պետք է տակ, թե ում եք տվել։ Ես պատասխանատու եմ իմ պետությանը եւ մեր կառավարությանը եւ մեր օրենքներին ու սահմանադրությանը իհարկե։ Շատ լավ, մի քանի քաղաքական հարցեր էլ եկեք անդրադառնանք։ Հեծի թեմա ես հասկանում եմ այնքան մեծ է, որ մենք ժամերով կարող ենք խոսել։ Այո։ Տեսեք, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը առաջարկեց ընդդիմությանը համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ պարակված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը նա է, ինքնաբավ մարդ է, կարող է լուծել ազգի փրկության խնդիրը ընդդիմության միավորմամբ, այ ԿՊ-ն չունի մտահոգություն, որ պարոն Կարապետյանը թեև բանտում է, բայց իրոք կարող է ընդդիմության լիդեր դառնալ, այսպես իշխանազրկել ԿՊ-ն, քանի որ կառավարող ուժի վարչության անդամ եք, մի քանի քաղաքական հարցից չեն կարող խուսափել։ Անշուշտ, սիրով, տեսեք, նման մի փորձ էր տեղի ունեցել 2015 թվականին։ Բուրժուա դեմոկրատական դարձյալ հեղափոխություն են ուզում իրականացնել եւ բոլորիս հայտնի է թե ինչպես ավարտվեց այդ ամեն ինչը եւ այստեղ շատ հատկանշական մի հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրություն գրավել։ Այդ շրջանում Մոսկվայից Հայաստան ժամանեց նույն ինքը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ միջնորդ հանդիսացավ նախորդ իշխանությունների եւ այդ ժամանակ նաեւ թիվ 1 կամ առաջատար օրինակներից մեկը հանդիսացող մեկ այլ գործչի միջև ով հանդգնել էր հայտ ներկայացնելու իշխանափոխության եւ հանրապետության հիմնադիր նախագահի շարժմանը միանալու։ Այսինքն այդ այսպես արարը արդեն մենք տեսել ենք։ Բնավ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքական շրջանակների գործն է իրենց հաշվարկներն անել եւ եթե միավորվում են հանուն ընդդեմի, դա այլ բան է, եթե միավորվում են հանուն հանունի, այլ բան է։ Այդ կոչը ես վերագրում եմ պարզապես միավորման փորձ հանուն ընդդեմի, դա իրենց իրավունքն է, բայց ես վստահ եմ, որ դա ձախողված փորձ է,
Բնավ չթերագնահատելով նաև թե Սամվել Կարապետյանի, թե եւ իր շուրջը պատտվող բանրումիջին արբանյակների քաղաքական, այդ թվում նաև միավորների ու անհատների քաղաքական պոտենցիալն ու այդ թվում նաև տնտեսական, ֆինանսական, կապիտալի ազդեցությունը, հնարավոր ազդեցությունը նախընտրական ու ընտրական գործընթացների վրա, ես կարող եմ մատնանշել բառացիորեն 3 եւ նախորդ օրը մեր մարզային այցերից ստացած իմ տպավորությունները, եթե տեղյակ եք, մեր կուսակցությունը հիմնադրումից ի վեր որդեգրել է բացառիկ ժողովրդավարության սկզբունքներ եւ որպես սրբության սրբոց մենք պահպանում ենք արդեն գրեթե 11 տարի։ Մարդիկ հարցնում են համացանցում, չնայած ձեր որոշ կուսակցական գործընկերներ հասցրել են պատասխանել, կողքին այրվում է մի պատերազմական տակառ, իսկ դուք այսպես հանգիստ մարզերով պատտվում եք, այսինքն իշխանության անհամարժեքության հարց է բարձրացվում միջազգային իրավիճակում։ Տեսեք, մենք ժամերով ձեզ խոսենք թե հետից թե հետ ամեն ինչից, հիմա մեկ էլ հարցում մեջ տրված հարցի պատասխանը չստացած, հիմա դուք աշխարհական հարցին եք ասում։ Դե երկուսին էլ բարդ է, բայց կապեմ իրար։ Եվ վերադառնալով մտքիս, մենք նաև մեր հանրությունը ցույց ենք տալիս, եթե մենք ունենք մեր կուսակցության ներսում բացառիկ ժողովրդավարական որդեգրած արժեքներ եւ սկզբունքներ, ապա այդպես ենք նաեւ պատկերացնում մեր պետական կառավարումը։ Եվ ահա անց կուսակցությունների այդ դարաշրջանը վերապրած մեր ժողովուրդը լավագույնս տեսնում է, որ ներողություն ձևակերպման համար ժամանակին ոնց են ցուցակները կազում։ Անց կուսակցությունների իրենց սուպեր լիդերը նստում են, ասում են դուք կլինես երկրորդը, դուք կլինես հինգերորդը, երբ կասեմ դու կդնես, իսկ որոշները նույնիսկ ղազագրեր էին գրում, որ հանկարծ իրենց լիդերի խոսքը չհարգելու կամ չընդունելու տենց ռիսկ իրանց մեջ ծագեր, ապա գոնե ղազագիրը ներողություն ես բառապաշարի համար դեմը դնեին ու հրաժարական պարտադրեին մանդատից հրաժարվելու։ Մեր կուսակցությունում, որ հիմնադրվել է դեռևս 15 թվականի մայիսի 30-ին, բոլոր 5 վարչության ընտրությունները անցել են բացառիկ ժողովրդավար գործիքակազմերի ուրեմն կիրառմամբ, վերջինը առհասարակ էտալոնային գործընթաց էր, երբ կահավորվել էր մեկ կենտրոնական գրասենյակը որպես ընտրատեղամասեր, վարչության որոշումը որպես գործադիր կառավարում իրականացնող ուրեմն կանոնադրային մարմին, ձևավորվել են հաշվիչ հանձնաժողովներ, բողոքարկող հանձնաժողով, բողոքարկման հանձնաժողով եւ շուրջ 1116 պատվիրակները, որոնք իրենց կարգավիճակով են պատվիրակի ցենզի տակ ընկնում, եկան եւ իրենց ընտրությամբ 274 տեխնասուների միջև ռեյտինգային ընտրություն իրականացրեցին top 50-ներին, այսպես ասած, ընտրելու։ Եվ ահա ընտրակարգով սահմանված մեր երկրորդ փուլը 50-ից 30-ին պիտի ընտրեն, ովքեր որ արդեն ռեյտինգային ընտրակարգով, ըստ ռեյտինգների եւ նաեւ կանանց քվոտան, ու հակառակ սերերի կանանց չասեմ, հակառակ սերերի քվոտան պահպանելով, արդեն ձևավորենք մեր համամասնական ցուցակի առաջի 30-ը, ապա նաև 50-ը, ապա նաև անդրադառնանք արդեն մնացած տեղերին։ Եվ այդ մարզային մեր ստորաբաժանումներում, մեր մարզային տարածքային կազմակերպություններում այդ գործընթացները լավագույնս կազմակերպելու նաև ներքին քարոզարշավ իրականացնելու համար վերջին 2 օրերին մենք այդ 50 ամենաշատ ձայներ հավաքած մեր գործիչներով կուսակցական, ընդ որում դրանց մեջ են բնականաբար վարչապետը, շուրջ 1 տասնյակի հասնող մեր թիմակից նախարարները, այդ թվում է մի շարք թիմերում կարգավիճակ ունեցող եւ նաեւ մասնավորում գործունեություն ծավալող, բայց քաղաքական կարգավիճակ ունեցող մեր մյուս ընկերները շրջել ենք 4 մարզերով, առաջին օրը եղել ենք Արարատ եւ Արմավիր մարզերում, 3 եղել ենք Լոռու եւ Տավուշի մարզերում, տեղի կուսակցականներից զատ նաեւ շփվել ենք խոշոր բնակավայրերում, այդ թվում նաեւ ճանապարհը որտեղ որ անցնում է բնակավայրերում մեր բնակիչների հետ մեր քաղաքացիների հետ։ Իսկ համարժեքության հարցը Իրանում պատերազմ է, վարչապետը կարկանդակ է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր անվտանգային մարմինները, թվում նաև անվտանգության խորհուրդը իրենց ինստիտուցիոնալ լիազորությունները պատշաճ այդ շրջանում իրականացնում են։ Պաշտպանության նախարարը հենց սահմանադրությամբ, օրենսդրությամբ քաղաքացիական անձ է, քաղաքական անձ է, նաև հանդիսում է վարչության անդամ եւ նորմալ էր, որ ինքը ուղեկցել վարչապետին այդ քաղաքական գործընթացի մեջ, այն դեպքում, երբ մեր գլխավոր շտաբը մյուս իրավասու գերատեսչությունները իրենց ծառայության մեջ են, բայց ավելին ասեմ, երեք վաղ առավոտյան նաև անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցել։ Շատ լավ, տեսեք, վերջին հարց, այս հարցը շատ է, այսպես շրջանառվում, բայց նաև մատնանշեմ ցանկանում եմ սա նաև արձանագրել, որ բնականաբար ինքս մեծապես ցավում եմ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների
մասով, քանի որ նաև Իրանը մեզ մերձավոր հարևան եւ բարեկամ երկիր է եւ նաև օրեր առաջ մեր նաև Բարսաշյան պաշտոնյանից են նաև այցել եւ հանդիպել։ Մեծապես ցավում են, բայց աշխարհական այդ զարգացումների բովում մենք պետք է մեր ազգային շահերը հետապնդենք։ Այս հարցն էլ է հաջող տրվում, քաղաքացիական պայմանագիրը ինչ երեսով պետք է ունիսի 7-ին գնա եւ մարդկանցից քվեխնդրի։ Դուք ամեն օր խոսում եք խաղաղությունից, բայց ձեր ընդդիմախոսները ձեզ հիշեցնում են, որ ամենաաղետալի եւ դաժան պատերազմը ձեր օրոք է տեղի ունեցել, դուք ասում եք դպրոցներ, մանկապարտեզ, ասֆալտ, բունկերներ են կառուցում, նոր զինտեխնիկա, թոշակներ բարձրացնում, առողջապահության ապահովագրություն եւ այլն, նրանք ասում են Արցախը ձեր օրոք կորսվեց, զոհեր, տարածքային կորուստներ, մինչև հիմա շարունակվող օկուպացիա եւ այլն։ Ասեք, ինչ երեսով այսքանից հետո բանվել։ Այդ հարցադրումներ անող քաղաքական ուժերը արդյոք անկաշկանդ առանց նախնական, այսպես ասած, տեղային պատրաստությունների, առանց ներողություն ես բառի համար պատստավնոյ էլեկտորատ կամ մասով կապահովելու կարողանում են մերպես շրջել մեր քաղաքներով, գյուղերով, հրապարակներով, մտնել ցանկացած պատահական քաղաքացու բակ, դուրը ծեծել ներս գնալ վարչապետ ինչպես նախորդորեն արեց։ Այդ դուրը։ Այո, կա նաև փակել, դա ժողովրդավարության ցուցիչ է։ Դուք ուրախ չեք, որ մեր երկրում կա երևույթ, երբ օրինակ քաղաքական հայացքներ, այլ հայացքներ տածող քաղաքացին առանց վախենալու, որ իրեն չեն հրավիրի սրճարանի զուգարան եւ սպանություն իրականացնելու, ներողություն սուր ձևակերպումների եւ ամենայն հարգանքով տվյալ անձի ժառանգների նկատմամբ նման գործողության է դիմում։ Ինքը վստահ է պետության, պետական ինստիտուտների եւ լեգիտիմ իշխանությունների վրա, որ նման դատաստանի չի արժանանա։ Դուք երաշխավորում եք այս եթերից, որ նման բան չի լինի այդ քաղաքում։ Ես ոչ միայն երաշխավորում, ես գիտեմ, որ նաեւ եւ վարչապետը եւ Բարսաշյան մյուս մեր թիմակիցները հստակ իմպերատիվ հանձնական են տվել բոլոր մարմիններին եւ թիմին որևէ պարագայում հանկարծ նման քաղաքական ակցիաների դեպքում որևէ հետապնդման փորձ արչի ծառայություններ մեր վարչապետին ու իշխանությունին չմատուցեն։ Դա քաղաքացիական դիրքորոշման արտահայտում էր։ Չկա նման բան, ես բացառում եմ։ Ես հերքում եմ այդ տեղեկատվությունը եւ դա նրանք են ասում, ովքեր որ ում շրջանում որ դա նորմալ երևույթ էր։ Մեր դեպքում նորմալ է, երբ քաղաքացին այլ հայացքներ ունի եւ այդ հայացքները չի թաքցնում վարչապետից։ Դա նորմալ է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Պետրոսյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Ռոմանոս Պետրոսյանին։